אני מזמינה את סגן ראש העיר של חיפה, מר יוסי שלום, לשאת את דברו. ערב טוב, אורחים נכבדים, מכובדיי, תושבים יקרים. אני עומד כאן היום ברחבה הזו, בלב העיר חיפה, עיר של תרבויות, דתות וקהילות מגוונות, כדי לכבד את זכרם של קורבנות אחד הפרקים האפלים בתולדות האנושות, רצח העם הארמני. עירנו חיפה, עיר שמאז ומתמיד הייתה סמל לדו-קיום וכבוד הדדי, מחבקת את הקהילה הארמנית, שמעשירה את המרקם החיפאי כבר דורות רבים, קהילה ששורשיה עמוקים בארץ הזו, ובשליבה פצע פתוח שאין לו מזור, אך יש לו הכרה, זיכרון וכבוד. חובתנו המוסרית, לא רק כעיר, אלא כמדינה וחברה, היא להכיר, להזכיר ולהתחייב שלעולם לא עוד. לא לאדישות, לא להכחשה ולא לשכחה. הזיכרון אינו רק עניין של עבר, הוא מצפן לעתיד. הוא הקריאה שלנו לחינוך, לאנושיות ולסולידריות. הוא מחייב אותנו לעמוד נגד שנאה, גזענות ורדיפה, בכל זמן ובכל מקום. אני מודה לכם על הזכות להיות חלק מהטקס הזה, על ההזדמנות לעמוד לצדכם ולומר בקול ברור, אנחנו זוכרים. תודה רבה. אני מזמינה את כבוד האב דירייבו בקניין לשאת את דברו. Հարգելի Հայֆայի փոխքաղաքապետ Յոսի Շալոմ, մեր համայնքի բարեկամ, սիրելի ընկեր Նիր Շուբեր, հարգելի ընկեր Ֆադի Խաժակ Կազանչյան, Հոմենետմենի Եվրոպայի շրջանի պատասխանատու, հոգևոր ներկայացուցիչներ, Ավ Յուսեֆ Յակուբ, Ավ Մաժդ, Ռաբա Նաամա, Լիմոր Օրեն, Ֆախեր, איך אומרים, הכבוד שלנו שאתה פה גם. Հոմենետմենի ինչպես նայի ատենապետ Յարիելեմ Լափաջան, հոմի ատենապետ Ուիտիկին Վարչանյան, հարգելի ներկանել, հոգևոր ներկայացուցիչներ, 110 տարի եւ զարմանալի ու վտանգավոր լռություն, 110 տարվա ցավոտ եւ երբեք չմոռացվող ու հայոց ազգային հիշողության մեջ արմատավորված մի հիշողություն, որը երբևիցե չպիտի կորցնի իր թարմությունը, քանի դեռ աշխարհի տարբեր անկյուններում շնչում եւ արարում է հայ ազգը։ Երբեմն ինձ թվում է, թե աշխարհը ոչ թե զարգանում է, այլ հետընթաց ապրում։ Կարծես թե արդարությունը, մարդկային խիղճը, թափանցիկ արդարադատությունը, կեղծիքի մերժումը, մարդկային հիմնարար արժեքները ոչ թե չեն գործադրվում այսօրվա իրականությունում, այլև կորցրել են իրենց իմաստն ու դերը մարդկային կյանքում ընդհանրապես։ Մարդը ինքնին կարծես թե գնալով նմանվում է անշունչ եւ անճանաչելի մի արարածի, որը ոչ միայն հակադրվում է աստվածային արարչագործությանը, այլև դարձել է զազրելի նույն արարչի համար։ 110 տարի է անցել եւ դեռ 1.5 միլիոն հայ անմեղ նահատակների իրավական բողոքը լսվում է դերձոր անապատի արդեն 110 շերտ հովի տակից։ Օսմանյան Թուրքիայի հետնորդները ոչ միայն մերժում են այդ սարսափելի կոտորածի իրագործումը, որի նմանը դեռևս աշխարհը չէր տեսել 20-րդ դարասկզբին, այլև փորձում են շանտաժի ենթարկել այն բոլոր երկրներին, որոնք դեռևս հապաղում են ճանաչել եւ դատապարտել այն։ Այնինչ բոլոր այդ երկրները, որոնք արդարություն, հավասարություն, մարդասիրություն եւ նմանատիպ միայն թղթի վրա գրվող եւ երբեք չգործադրվող արժեքներ են քարոզում, նավթի ճենճահոտից եւ կանաչ վառվող, հետեւաբար անարժեք թղթադրամի անդուր բույրից արված, գերադասում են լռել եւ չբարձրաձայնել այն հստակ ծրագրված ցեղասպանությունը, որը ժամանակին չդատապարտվեց եւ աշխարհը ականատես եղավ հрьяաների հոլոկոստին եւ շատ ու շատ ազգերի ֆիզիկական ոչնչացման։ Եվ եթե այսպես շարունակվի ու հայոց ցեղասպանության արդար դատը չկայացվի, ապա վստահաբար մենք այս հույժ զարգացած աշխարհում ականատես կլինենք նորանոր ցեղասպանությունների, նույն այս անտարբեր աշխարհի կույր աչքերի առջև։
Ժամանակն է արթնանալու, վերանայելու պատմությունը եւ ճշգրիտ գնահատականներ տալու անցյալի եղելություններին։ Սա նախերգանք էր այն բոլոր երկրների համար, որոնք դեռևս պաշտոնապես չեն ճանաչել հայոց ցեղասպանությունը, ելնելով դրամական եւ քաղաքական ճղճիմ շահերից։ Այսօր Իսրայելի ժողովուրդը նույնպես հիշատակում է հոլոքոստի իր միլիոնավոր նահատակներին։ Մենք մեր ցավակցություններն ենք հղում հրեա ազգին, իմ մասնավորի Հայֆայի քաղաքապետարանին, որը 2023 թվականի մարտի 20-ին պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը եւ այս կենտրոնական հրապարակը անվանակոչվեց հայոց ցեղասպանության հրապարակ։ Սա շատ կարևոր եւ գնահատելի քայլ էր, որ երբեք չեն մոռանա մեր սերունդները։ Այս տարի հայոց ցեղասպանության եւ հոլոքոստի հիշատակման օրերը համընկել են, ինչը կարող է արթնության ազդակ հանդիսանալ Իսրայելի կառավարության համար, վերանայել իր որոշումները եւ ընդունել ու դատապարտել հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին։ Չէ՞ որ համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը պիտի կանխի նորանոր ցեղասպանությունների իրագործումը։ Գալով իմ հայրենիներին, իմ ազգագիցներին, ես կցանկանամ հայոց ցեղասպանության 110-ամյակը համարել համազգային միասնականության մեկ ազգ ու մեկ պետություն կոչելու օր։ Սիրելիներ, մենք ժամանակ չունենք։ Մեզ այժմ, վաղը եւ հավետ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է միավորվել մեր սրբազան Հայաստան աշխարհի շուրջ եւ շնացնել արդեն իսկ մեկ բուր մնացած սրբազան հողը։ Մենք այլևս իրավունք չունենք մեր հույսը դնել օտարների վրա եւ անտարբեր ու անհոգ ապրել մտածելով թե կգան եւ կփրկեն մեզ։ Ոչ ոք չի գա եւ մեզ չի փրկի։ Քանի դեռ մենք ինքներս չունենք այն միասնության ուժը, որից վախենում են բոլոր նրանք, ովքեր ցանկացել եւ ցանկանում են մեր կործանումը։ Մենք ականատես եղանք 2020 թվականի պատերազմին եւ դրա ցավալի արդյունքին։ Սպասեցինք փրկիչներին եւ այժմ հայկական Արցախում հայեր չեն ապրում։ Մենք ինչ պատասխան կարող ենք տալ այն ֆիդայիներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատագրմանը 90-ական թվականներին։ Մենք ինչ պատասխան պիտի տանք մեր գալիք սերունդներին, եթե մեր նույն այս անհոգության եւ անտարբեր չմիասնության պատճառով հանկարծ վտանգվի մայր հայրենիքը, Հայաստան աշխարհը։ Մենք այլևս սխալվելու իրավունքներ չունենք, քանի որ դա կլինի մեր ազգի ու հայրենիքի վերջը։ Մենք այլևս լացուկոծ անելու ոչ ժամանակ ունենք, ոչ էլ առավել եւս ցանկություն։ Ինչպես հայազգի հերոս Մոնթեն Մելքոնյանն էր ասում, այո, շատերի համար շատ վտանգավոր անուն Մոնթե Մելքոնյանն էր ասում, պետք է մեր ամբողջ ուժը ներդնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ։ Հայոց ցեղասպանությունը բաց սպի է մեր սրտերում դաջված, որը մենք սերունդ կրում ենք մեր կրծքի տակ։ Հետևաբար շատ պարզ է եւ նույնիսկ երեխային էլ հասկանալի, որ ոչրագործությունը պետք է դատապարտվի, որպեսզի դրա կրկնումը հասցվի 0 մակարդակի։ Կոչս է աշխարհասփյուր համայն հայությանը լծվել հայրենիքի հզորացման սրբազան գործին եւ նորանոր սերունդներով համալրել հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայրենիների թափուր տեղերը։ Մենք մեկ ազգ ենք, որի ուժը իր միասնության, իր ազգային ու հոգեվոր արժեքների պահպանման եւ իր սրբասուրբ հավատքին հավատարիմ մնալու մեջ է։ Իսկ հույսը միայն իր փրկիչ Տիրոջ Հիսուս Քրիստոսի, այլ փրկիչներ չունենք եւ չենք էլ ունենա։ Հավերժ փառք Հերոսներին եւ 1.5 միլիոն հայ նահատակներին։ Շնորհակալություն։